Սոլովյովին եւ Զախարովային հիմա հանգիստ թողնենք։ Երկիրը ներսից է քայքայվում։ Բոլոր ոլորտներում անտերություն է։ Նարկոմանիան եւ հանցագործությունները օրորի աճում են։ Բյուջեի թալանն ու մսխումը աճում է պետական պարտքին զուգահեռ։ Իսկ դուք տերտերակրվի մեջ եք, անիճտեր։ Ձեր վերջին առաջադրանքը հայկական պետության լուծարումն ու հայ ինքնության ոչնչացումն է։ Դուք եք տգետ, բայց ձեր տերերը լավ գիտեն, թե հին ազգերից քանիստ են հասել մեր օրեր, լեզու, ինքնություն եւ մշակույթ ու պատմություն ունեն։ Սրա դեմ է կռիվը, մեզ սա չեն ներում։ Դուք գյորմամիշի աշխարհայացքով եք աշխարհը չափում։ Թե բա մեր դեմ հիբրիդային պատերազմ է։ Մեր դեմ, մեր ներսում դուք այնպիսի պատերազմ եք վարում, որ ոչ մի արտաքին թշնամի պատերազմով դրան չէր հասնի։ Պարզապես քչերն են պահի լրջությունը հասկանում, կարծելով, թե 1990-ից 2020 թվերն են։ Շուտով այն թվերի ոգով ընտրություններ կխաղան եւ կյանքը կշարունակվի։ Ոչ, էլ այն թվերի պես չի լինելու։ Եթե մինչև այս գալիք ընտրությունները մեր հարևան աշխարհը էական չփոխվի, միևնույնն է։ Հաջորդ ընտրություններում գուցե պարսկական, թուրքական կամ ազերական խմբակցություններ էլ մասնակցեն հայաստանյան ընտրություններին։ Դեռ տաք եք։ Ահա ձեզ Սոլովյով եւ հիբրիդային պատերազմ։ Խելքի եկեք հայեր, հիասթափությունը լուծում չէ։ Մեր մեռած նախնիները այսօրվա ողջերից ողջ են։ Խելքի եկեք։ Գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։